Ժամանակակից քաղաքաշինական նախագծերը Հայաստանի տնտեսության զարգացման կարևոր շարժիչներն են, որոնք էապես բարձրացնում են երկրի ներդրումային գրավչությունը։ Ռեժիմի պատմությունը սկսվեց շուկայում որակական նոր նշաձող սահմանելու ձգտումից։ Անցումը դասական կառուցապատումից քաղաքաշինական ներդրումային մոդելին կատարվեց այն պահին, երբ որոշեցինք շինարարական գործընթացը համադրել համաշխարհային ներդրումային փորձի և կոնցեպտուալ ճարտարապետության հետ։ Ի սկզբանե ընկերության գործունեության հիմքում դրված էր այն գաղափարը, որ յուրաքանչյուր նախագիծ պետք է լինի երկարաժամկետ ու կայուն ներդրում մեր քաղաքի ապագայում։ Մոտ 25 տարվա փորձն ու գիտելիքը, 100 ծավեր լավագույն մասնագետներից բաղկացած պրոֆեսիոնալ թիմը, կորպորատիվ կառավարման համակարգը թույլ են տվել մեզ նախաձեռնել ոլորտի ամենաամբիցիոզ պրոյեկտները, ինչպիսին են օրինակ Art-Life Kempinski Residences Երևանը, Skyline-ը, համաշխարհային առևտրի կենտրոն Երևանը։ Մեզ համար առանցքային է նաև միջազգային համագործակցությունը։ Մենք աշխատում ենք աշխարհի լավագույն հեղինակավոր ընկերությունների հետ։ Հայաստան ենք բերում համաշխարհային լավագույն փորձը ու գիտելիքը։ Թափանցիկ և օրինապահ գործունեությունը հիմք է ստեղծում բիզնես, պետություն, երկարաժամկետ ու վստահելի գործընկերության համար, ինչն էլ իր հերթին անհրաժեշտ է երկրի տնտեսական կայունության ապահովման գործում։ Հարկերի բարեխիղճ վճարումը Ռենշին ընկերության համար ոչ միայն օրենսդրական պահանջ է, այլև ընկերության սոցիալական պատասխանատվության և պետության հանդեպ հարգանքի դրսևորում։ Ռենշին ընկերության գործունեության թափանցիկությունն ու կամավոր կարգապահությունը լիովին համընկնում է ՊԵԿ-ի առաքելության հետ, ստեղծելով արդար և վստահելի միջավայր բիզնեսի և քաղաքացիների համար։ Մեր հաջողության հիմքում մի քանի առանցքային սկզբունքներ են։ Նախ և առաջ մեր պրոֆեսիոնալ թիմը, մեր յուրահատուկ մոտեցումը ամեն մի պրոյեկտին։ Ի վերջո կայունությունը, քանի որ մեր նպատակն է ստեղծել կայուն քաղաքաշինական արժեքներ։ Հայրենասիրությունը մեր բիզնեսում կարծում եմ, որ արտահայտվում է նրանով, որ կառուցելով սիրուն գեղեցիկ շենքեր, մենք նպաստում ենք նրան, որ մեր հայրենակիցները տարբեր երկրներից գնում են բնակարաններ և սիրով վերադառնում են հայրենիք։